Այս ժողովուրդ ջան, հիմա որ ասեմ, այս տեսանյութի հիմնական հերոսները կանայք են, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ գրանդակերներ կսկսեն մեղադրել, թե բա պարոն Շամշյան, ինչու եք սեռական խտրականություն սերմանում, բայց մի շտապ եք ուրախանալ, թե նոր գրանդ կշայեք Շամշյանի հետ հակամարտության արդյունքում, ոչ մի սեռական խտրականության մասին խոսք չկա, չէ որ ամեն շաբաթ հիմնականում տղամարդկանցն ենք մատնացույցանում, հետևաբար ոչ մի սեռական խտրականության մասին խոսք լինել չի կարող, մի խոսքով, ինչպես հաճախ ենք ասել, լավին լավն ենք ասում, վատին վատ, առանց սեռական, ռասայական, ազգային և այլ խտրականություններ դնելով։ Էս էլ կոնկրետ օրինակը, նորմալ մարդիկ գիշերը ժամը 2:39 նուշ քնած 7-րդ երազն են տեսնում, իսկ ես հասել եմ Դավթաշեն 4-րդ թաղամաս պարզելու, թե ինչու է համար 13 շենքի դիմաց կայանված ящիկում հրդեհ բռնկվել։ Ոչ գիտեմ, թե ով է տերը, ոչ էլ գիտեմ, թե ինչն է կատարվածի պատճառը։ Եվ միայն հասնելով դեպքի վայր տեղեկացա, որ ռուսական համարանիշներով ամենագնաց Մերսեդեսի տերը կին է, ով մեքենայի այրվելու փաստը մի կողմ դրած ինձ էր ֆիքսել, թե բա մի նկարի։ Այդ նկարու տեղը վառողին գտի ու տես մի շարք մտքի գոհարներ։ Գերեշ տիպի կպել է, լեսի մինչև գան 100%։ Դու ավելի լավ է ինձ կշտամբելու տեղը շնորհակալություն հայտնի հարևաններիդ, որոնք մինչև հրշեջների ժամանումը միահամուռ կերպով պայքարել են մեքենայիդ մեջ ծագած հրդեհը մարելու համար։ Հա, քիչ էր մնում մոռանայի։ Ինձ կշտամբելուց հարևաններիդ շնորհակալություն հայտնելուց հետո չմոռանաս պարզել, թե ով է մեքենատ այրել։ Հավաքված գրեթե բոլոր մարդիկ վստահ են, որ մեքենան միտումնավոր են այրել, ու եթե այդ վարկածը հաստատվի, ավելի լավ է պարզես, թե թշնամիներիցդ որ մեկն է այս գլուխգործոցի հեղինակը, թե բա մի նկարի։ Այս շտաբօգնության մեքենան էլ նավսակի էր եկել, բարեբախտաբար տուժածներ չկային։ Էսյան էլի։ Չենք հեռանում Դավթաշենից ու սեռական խտրականությունից, երևի արդեն հասկացաք, որ ներկայացվող դեպքի հերոսը էլի կին է։ Եթե ջենթլմեն չլինեի, հիմա կնոջ անուն, ազգանունն ու տարիքը կհրապարակեի, բայց դե, ինչպես գիտեք, կնոջ տարիքի մասին ընդունված չէ խոսել։ Դրա համար կասեմ, որ գեղեցիկ սեռի մի ներկայացուցիչ օրը ցերեկով էլի Դավթաշեն համայնքում ավելի ստույգ Եղվարդի խճուղուց դեպի աշտարակի խճուղի տանող ճանապարհին, չգիտես ոնց, չգիտես ինչու, այս Պորշով դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց, անցնում բազալտե եզրաքարի վրայով, բախվում ցուցանակին, ապա երկաթե էլեկտրասյանը տապալում այն և հայտնվում կանաչ գոտում։ Մարմնական չի, չէ։ Նկարահանում ու մտածում էի, բայց իսկականից ինչը արել կին վարորդը, որ սենց ավերածություններ ա գործել, արագությունն ա բարձր եղել, գուցե, որովհետև առանց մեծ արագության այս էլեկտրասյունը հեշտ չէր լինի տապալել, ցուցանակն էլ կոտրել, իսկ գուցե կորցրել ա մեքենայի կառավարումը, ոչ թե գուցե, այլ հաստատ, որովհետև չէր հայտնվի խոտերի մեջ, բայց դե էդ պետք ա առաջնային էդ գուցեների պատճառահետևանքային կապը գտնել։ Հետևանքների տեսանկյունից նախորդ տեսանյութի հետ տարբերությունը կայանում է նրանում, որ եթե մեքենայի այրվելու դեպքում օպերատիվ հասած շտաբօգնության բրիգադը դատարկաձեռն վերադարձավ հիվանդանոց, այս պարագայում շտաբօգնությունը կին վարորդին Սոժը տեղափոխել էր հիվանդանոց։ Առողջություն քեզ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։ Հիմա կասեք, էս ինչի են այսքան հավաքվել, կարող է այդ կնոջ հետ կապված հետո բան ա եղել, չէ ժողովուրդ ջան, սա արդեն ուրիշ դեպք ա։ Այսքան իրավապահներ պատահական չեն հայտնվել մայրաքաղաքի Կիլիկիա թաղամասում, Սիսվանի փողոցում, ուշադրություն, ժամը 14:10-ի սահմաններում կրակոցներ են հնչել ու կան վիրավորներ։ Ահազանգողի ներկայացրածն ու դեպքի վայր շտապ հասած իրավապահները արձանագրել են, որ ահազանգողը ոչ էլ գույներն ա խտացրել։ Էսա սա այրան հետքերա, այս արունը, սա արունը։ Այսինքն, պատկերացնում եք ժողովուրդ ջան, օրը ցերեկով
Այսքան տների ու շենքերի հարևանությամբ մի խումբ լացիրակներ էլի ավարայերի ճակատամարտ են կազմակերպել, իսկ դա նշանակում է, որ ով ասես այդ թվում երեխաներ կարող են մի քյոր գյուլայի զոհ դառնային, իսկ քյոր գյուլեքի պակաս չի եղել։ Քրեական եւ համայնքային ոստիկանները տեղում հայտնաբերեցին ատրճանակից եւ ինքնաձիգից արձակված մի քանի պարկուշտներ, գնդակներ, երկաթե դարպասի ու դրա մոտ կայունված հոնդայի վրա կրակոցի հետքեր։ Ոբշի 3 հատ էր, չէ՞։ 3 հատ ընդեղ էր կրակած։ Եթե հիշում եք, ահազանգողը ասել էր, որ վիրավորներ կան։ Այս առնանման հետքը հուշում է, որ այո, վիրավոր կար, բայց դե հարց էր, վիրավոր թե վիրավորներ։ Ոստիկանության եւ քննչական բաժնի համատեղ օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ 4 մարդ էր վիրավորվել։ Բա որ ասում եմ ավարիայի ճակատամարտ չեք հավատում։ Բանուկ վայրերում սենց գործողություններ նախաձեռնողներին պետք է խստագույնս պատժել, որպեսզի ուրիշներին դաս լինի։ Հուսանք այս այրունալի միջադեպի բոլոր նախաձեռնողները կբացահայտվեն։ Հենա, վերևն է։ Հեսա։ Գնացել է, ստեղով ծակել է, ցավ քրքրել է։ Սոս։ Բա չիմացաք, օրերս գնացել էի Եղվարդի զորամաս ու ոչ թե ծանոթից տեսնելու կամ այդ զորամասում միջադեպ արձանագրելու։ Աստված չանի, բոլորն էլ մեր երեխեքն են, այլ խոշոր վթարի հետևից։ Երբ ազանգողը նշել էր, թե Chevrolet-ի եւ Toyota-ի բախման հետևանքով մեքենաները ուժգին վնասվածքներ են ստացել, ասեցի, գնամ տեսնեմ, թե Chevrolet Volt ասվածը, որի մասնակցությամբ վթարներ չենք ներկայացրել, ինչա ընդհանրապես իրենից ներկայացնում։ Գազպրոմը եկել է։ Հեսա վալոքն գալիս է, գատենա։ Լավ եմ, ոնց որ թե մարդու բան չէր։ Կարևոր է դա։ Թող գովաշ չնչի, բայց որ այս մեքենան Toyota-ի հետ բախվելուց հետո մեծ արագությամբ հարվածել է նաև Բետոնե Էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակներին, տապալել դրանք ու դեռ վրան էլ մեքենայի սփաթ է մնացել, ուրեմն իրոք վատ մեքենա չի։ Դե հիմա ուշադրություն ժողովուրդ ջան։ Հերիք չի սենց ավերածություններ ա գործել, մի հատ էլ վարորդը 51-ամյա կամոն նույնիսկ չէր էլ վիրավորվել։ Այ քեզ բացայտում։ Բա ինչի այս մեքենայի տեղը չգիտեինք։ Հենա միանգամից առնենք, պրսնենք։ Իհարկե, կդժվարանամ նշել, թե մեքենաներից որ մեկի վարորդն է եղել մեղավոր, բայց որ մոտակա բնակավայրերի տների բնակիչները եւս լավ տեղեկացան այս վթարի մասին, փաստ է։ Կհարցնեք ոնց, չէ ժողովուրդ ջան, հաստատ ոչ բախման ձայնից, որովհետև Volti բախման հետևանքով ինտերնետը, հոսանքն ու գազը անջատել էին։ Տեսակ, թե ինչ կործանարար հետևանքներ կարող են ունենալ սովորական մի մեքենայի վարորդի կողմից զգոնության վայրկյանական կորուստը։ Գործից բերումով ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերի հետ եմ ծանոթանում, այլև զանազան տեղեկատվության, որին նախասիրություններից եւ այլ հանգամանքներից ելնելով չեմ տիրապետում։ Օրինակ, տեղյակ չէի, որ 2022-ին գեղեցկության եվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացրել է արցախցին, իսկ ավելի ստույգ Հադրութի աղջիկը 31-ամյա Վերա Սաֆարյանը։ Ցավոք, այս տեղեկատվությունը հասու դարձավ ողբերգական դեպքի պատճառով։ Դոջուր, հա, տղեկ։ Վաշ։ Դոջեն ուր հասել արա։ Արմավիր Բաղրամյան ճանապարհի Հացի գյուղի վարչական տարածքում ենք, որտեղ ժամը 19:40-ի սահմաններում իրար են բախվել Դոժն ու երկու Մերսեդեսները, ինչի հետևանքով 5 հոգի մինչև իմ հասնելը շտաբօգնության մեքենաներով տեղափոխվել էին Արմավիր բժշկական կենտրոն։ Հարցիս, թե ինչ վիճակում են վիրավորները, հեչ լավ պատասխան չհնչեց, թե բա երկուսը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, մեկը միջին ծանրության, երկուսն էլ ծանր կայուն վիճակում։ Այլ բան իհարկե դժվար էր ակնկալել, տեսնելով, թե ինչ կարգի վթար պետքա լինի, որ բախումից հետո Դոժն ու Մերսեդեսներից մեկը դուրս գան երթևեկելի գոտուց եւ հայտնվեն դաշտում։
Հետո արդեն պարզվեց, որ ամենաշատը տուժել են Մերսեդեսում գտնվողները, ստեղ ևս գործել է Զակոն Պոդլսցին։ Նկատի ունեմ փաստը, որ վթարի պահին մեքենայում լիքը մարդ է եղել, մասնավորապես բացի վարորդից 28-ամյա Արթուր Գրիգորյանից մեքենայում եղել են ուղևորներ 11-ամյա Ալեքսանդրը, 31-ամյա Վերա Սաֆարյանն ու 57-ամյա Լիլիա Սաֆարյանը։ Փաստորեն ամենածանրը եղել է հենց Վերայի վիճակը, որին Արմավիր բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ օրեր անց գիտակցության չգալով Եվրոպայի գեղեցկության մրցույթին մասնակցածը մահացել է։ Հաստատ սատանան Արցախի ու արցախցիների վրա է աչք դրել։ Եվ վերջում մեկ այլ խոշոր վթարի մասին։ Խոշոր ոչ միայն վթարի, այլև հետևանքների առումով։ Որ վթարը խոշոր է եղել, հասկացա, երբ ազանգողը նշեց, որ Գյումրի Քարակերտ Մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում առավոտ ժամը 6-ի սահմաններում բախվել են Զիլն ու Ֆորդ Տրանզիտ մարդատարը։ Ընդ որում ծանր քաշայիների բախումն այնքան ուժգին է եղել, որ Ֆորդ Տրանզիտը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Փայտեսյանը, կոտրել այն եւ գլխիվայր հայտնվել ձորում։ Այս դրվագից հասկացաք, որ իրականում Ֆորդը ահագին էլ ներքև է գլորվել ու երևի թե առաջինները, ովքեր վթարից հետո վազել են օգնության, աղոթել են, որ մեքենայում շատ մարդ չլինի, բայց դե ցավոք աղոթքները տեղ չեն ասել։ Ու երբ լսեցի, թե քանի մարդ է գտնվել վթարի պահին մեքենաներում, դա արդեն ոչ թե Զակոն Պոդլսցին էր, այլ չգիտեմ ինչն էր։ Պատկերացրեք, 12 հոգի, որից մեկը տեղում մահացել էր, իսկ 11-ին տեղափոխել էին մի մասին Թալինի, մի մասին Արմավիր բժշկական կենտրոններ, որտեղից էլ մի քանիսին ռեանիմոբիլներով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Աշտարակն եկե թե Թալինի։ Երեք ավտոաշտարակն եկե ու Թալինի բժշկական կենտրոն։ Վիրավորներին տեղափոխել։ Արագաչափ եք առաջարկում։ Արագաչափ կամ պոլիցիա տնեն։ Իսկ 20 հատ եղնում ստեղ։ Պարոնայք իրավասուներ, ես էլ ստեղի բնակիչների խոսքը ձեզ, դե գիտենք, մինչև դանակը ոսկորին չի ասնում, մինչև ամենավերջին խոսքերը չեն լսվում, դժվարությամբ եք իրար գալիս։ Այո, այս հատվածում անընդհատ դեպքեր են պատահում, մեքենաները մեծ արագություն են զարգացնում, կամ արհեստական անարդություններ դրեք, կամ արագաչափ։ Պարզեցի նաև, որ բեռնատարի վարորդը եղել է Արտենի գյուղի բնակիչ Նարեկը, ով 1 տարի առաջ է զորացրվել ու առավոտ կանուղ գնում էր դաշտ խոտ հավաքելու, իսկ մարտատար Ֆորդ Տրանզիտի վարորդն ու ուղևորների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ էին, ովքեր առավոտ կանուղ գնում էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, ավելի ճիշտ ծիրան հավաքելու։ Ժողովուրդ ջան, իրոք սատանան մեր վրա աչք ունի։ Դեռ չեն այդ մարդիկ։ Գնում են հանապազորը հաց աշխատել։ Հա։ Եվ խնդրեմ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։